Այսօր վկայագրեր են ստացել այն ուսանողները, ովքեր կամ չեն ցանկացել շարունակել այս ոլորտում ուսում ստանալ, կամ էլ չեն համապատասխանել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պահանջներին։ Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողներից շատերն ընդունվել են աշխատանքի։ Հանձնեցինք նաև ավարտական վկայականներ, օրինակ PHP ծրագրավորում, տվյալների բազա, Java ծրագրավորում եւ այլ դասընթացների առաջին, երկրորդ մակարդակները հաջողությամբ ավարտած ուսանողներին։ Եվ այս ուսանողները հնարավորություն ունեն շարունակելու դասընթացները մինչև ծրագրի ավարտը եւ ավելի մասնագիտանալու նեղ տեխնոլոգիաների ոլորտում։ Եռաչափ մոդելավորում եւ անիմացիա ուղղությունն ընտրած ուսանողների թիվը մեծ չի եղել, սակայն ոլորտում պահանջարկը մեծ է եւ Հայաստանի աշխատաշուկան որակյալ մասնագետների կարիք ունի։ Շատ սպეციფიկ կրթություն է եւ ծրագրեր կան, որոնք իրենք պետք է 3 ամիս կամ 4 ամիս անցնեն, ասենք 3D Max եւ անիմացիա ծրագիրը տևում է 4 ամիս։ 9 հոգյանոց խումբ ա եղել, որ հաջողությամբ ավարտել է եւ 9-ից 4-ը արդեն Skyline ստուդիայում Գյումրիում ստաժոր են ընդունվել, հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ հետո 4-ն էլ լիարժեք աշխատողի կարգավիճակում արդեն հանդես կգան այդ ընկերությունը։ Ելնելով Գյումրիում եւ տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացման համար շուկան որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունից, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված թվով 70 մասնագիտական դասընթացները լինելու են շարունակական, ելնելով շուկայի պահանջարկից։ Այս ուսանողներից արդեն 30-ը աշխատում են։ Հիմնականում աշխատում են այն ուսանողները, ովքեր մեր ծրագրին դիմեցին եւ մասնակցեցին ունենալով արդեն նախնական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, քանի որ 5-ից 6 ամսում սովորելով թերևս հնարավոր չէ պատրաստ լինել մտնելու աշխատաշուկա։ Աշխատանքի առաջարկ ստացած երիտասարդները համապատասխան փորձաշրջանի եւ մասնագիտական պրակտիկան կշարունակեն արդեն նոր կազմակերպությունում։ Ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ, նրանք պարտավոր են տալ որակյալ արտադրանք։ Նոր ավարտած երիտասարդ մասնագետին որպես աշխատող չի կարող միանգամից ընդունել, որովհետեւ այդ աշխատողը պետքա պրոդուկտ տա, կոմերցիոն պրոդուկտ տա։ Շատ նորմալ պրակտիկա է, որ ասենք 1 ամիս կամ 3 ամիս կախված արդեն ընկերության պահանջներից ստաժոր կարգավիճակում են մարդիկ, ու կարելի է դրա անունը դնել նաև փորձաշրջան, որ ցանկացած ընկերություն ընդունվելուց ցանկացած աշխատող ինչ-որ փորձաշրջանի process է անցնում։ Հիշեցնենք, որ դասընթացների կազմակերպիչները ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, աջակիցներն են Հայ օգնության ֆոնդը, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Microsoft Իննովացիոն կենտրոն Հայաստանը եւ եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնը։ Արման Գևորգյան, Արման Կասպարյան, Օրագիծ։